Այս թաղը որտեղ Չերեմուշկային է։ Չերեմուշկա։ Այստեղ էլ կա Չերեմուշկա բազում։ Հիմա էլ աստիճաններով իջնում ենք կենտրոն։ Հա էլի Չերեմուշկան Երևան էլ է շինարարներ, բոլոր տեղերը Չերեմուշկան շինարարներ է։ Այս վերևը մեծ թաղամաս է շինարարները։ Այստեղ քաղաքին նայելու հրապարակ է, հա։ Այս ինչա հանք է այդ։ Չէ, այդ ծառատունք լինի ԶՊՄԿ սոցիալական պարտավորության շրջանակներում պետք է ծառեր տնկի ու այն հատվածներում, որտեղ մերկացումներ կան։ Երկրորդ վայրը են վերնատեղի։ Հա, շատ լավ է։ Այդ իմ ասած բանի ոչ բերքատու սխեմայի ոչ բերքատու հատվածն է, որ կարելի է բոլոր տեղերը ծառ տնկել։ Որտեղ մերկանում են, հետո ինքը անձրևների ցելակներից է։ Ահա։ Շատ լավ։ Շատ լավ առավոտյան մարզանք է։ Իհարկե բարձրանալ ավելի լավ մարզանք կլինի։ Քանի աստիճան կա։ Այդ 1000-ի մոտ կլինի։ Հա։ Դպրոցը վերևն էր, թե ներքև։ Տապստումը դրանից վերևի։ Բանկա, բանավանա կոչվում։ Այդին բարձրացան։ Կապանում երկու նորակառույց շենք կա, մի անգամ 3 Չէ, բայց այն երկու նորակառույց շենքը որ թվին էր, որ եկանք ինչ որ խնդիրներ կար, չէ։ Սեփականատերը խնդիր էր բարձրացնում, բայց ես անցնելիս արդեն տեսա, որ պատշգամբներում բնակեցված է, այսինքն երկու շենքերն բնակեցված են պարոն վարչապետ, երրորդը ներքևում են, այդտեղ կավա։ Այսինքն եթե երբանից են սկսել բնակվել, առնել բնակվել։ Եթե մարդը խաղաղությանը չվստահի, ոնց կարա գա Կապանում։ ուղիղ գծով սահմանից 400 մետր։ Հա, 400 մետր։ Հա, Լավ 400 թող չլինի, թող լինի 1 կիլոմետր, հա։ Որ մարդ խաղաղությանը չ։ Լավ վերջը հիմա Կապանը, հա, Կապանը բանա, սահմանի եզրին է, պռնկին է։ Եթե մարդ խաղաղությանը չվստահի, ոնց կարա տուն առնի եւ գա տեղ ապրի։
1200 Չէ լավ։ Հա։ Ու սա ծախսել 1000 լյուքս տենց։ Այդ գներն է բան ոչ։ Ինչքան։ 450,000 քառակուսի մետր է տենց տավոր այդ գներն է գալիս։ Հա։ Չէ, դե միջին գնա։ Դե բա եթե մարդը խաղաղությանը չվստահի, այդ խաղաղությունը համարի վատը, այդ խաղաղությունը համարի անարժանապատիվ եւ այլն եւ այլն։ Ինչի ոնց կարա գա իր ընտանիքը այդ խաղաղության հենց այսպես ասած էպիկենտրոնում իր երեխեքի ապագան կապի տեղ է։ Ոնց կարա տենց բան լինի։ Բացառված բան է։ Ամենածանր պահերին շինարարությունը մեկ վարկյան չեն կանգնեցրել, աշխատել են։ Դե էլ հիշում եմ շինարարի հետ խոսել ենք այն ժամանակ սեփական տիրոջ ավելի ճիշտ։ Հասիկ կապանում ինչքան ծրագիր ենք արել 18 թվից մինչև այսօր։ Ընթացքի մեջ գտնվողներն ներառյալ շուրջ 16 միլիարդ։ 16 միլիարդ կառավարության ֆինանսավորումը տեղ ինչքան է մտավ։ 9.5 միլիարդ մոտ։ Շատ հայ։ Կապանում շատ։ Դեռ շատ պետք է։ Դե բանոր մարդկանց հետ խոսելիս այդ եմ ասում, այսքան անում ենք, մեկա ծերը չի երևում։ Պետք է լուծումներն որ պետք է շարունակական աշխատանքը լինի, որպեսզի չնայած այդ աշխատանքի վերջը երբեք էլ չի լինում հիմա։ Միշտ էլ ցանկացած բնակավայրում միշտ աշխատանք կա անելու։ Տեմպը որի մեջ որ քաղաքներում են գտնում զարգացման շատ է։ Երեկը Մեղրիում Ագարակում զբոսայգի մոռացանք ցույց տանք, որովհետև մեծ զբոսայգի էր կառուցվում։ Սով 500 միլիոն դրամով փողոցներ են ասֆալտապատվում, կոյողին փոխվում ամբողջությամբ։ Ամեն տեղը կան սուբվենցիա։ Բավականին մեծ։ Ագարակում շինեցին հարկի ամենամեծ պրոցենտ կառուցում 10 միլիոն դոլար։ Իսկ որ փուլում է։ Սկսել է շինարարություն։ 27 թիվ հատրված ավարտը, բայց շինարարը խոստանում է, որ այստեղ Այսինքն սկսել է։ Հա, փոխոտանի կառուցվել։ Վերջին հարկն են կառուցում, դեռ կատարում են կառուցում։ Ոչ թե ձախ։ Բայց ո՞րն է այդ ավելի հեշտ խաղը։ Օ, ինչքան մարդ ա միացել մեզ։ Բարի լույս ձեզ։ Բարի լույս ձեզ, բարի լույս։ Ոնց եք։ Ինչ տրամադրության եք։ Լավ ամեն ինչ։ Էդ ուր եք գնում։ Ահա։ Ինչքան ժամանակում եք հասնում Երևան։ Նախկինում ինչքան էր կրճատվել է ժամանակը թե չէ։ Մի ժամ կրճատվել է։ Շատ լավ։ Հիմա հյուսիս հարավն էլ որ կառուցվի, արդեն շատ ավելի կարճ կլինի։ Դե հյուսիս հարավով երևի 40 րոպե էլ կկրճատվի։ Կապանի համար նվազագույն է։ Մեր համայնքի համար շատ ավելի շատ։ Հա բայարկե կիրակի առավոտ, եթե ծխում ես, պետք է պատուհանից կախված ծխես, էտա։ Ժանրը դա է։ Եղբայր բարի լույս։ Ոնց եք։
Աշխատանք ունեք, տրամադրությունը ոնց է։ Այսօր Կիրակի է։ Իհարկե աշխատող մարդու համար Կիրակին շատ հաճելի պահ։ Լավ եք, լավ ամեն ինչ։ Պետական հատվածում եք աշխատում, թե մասնավոր։ Հիմա եկեք հանդիպենք։ Երեխեք բարև։ Լավ եք։ Ես հիմա ամենակենտրոնում եմ, չէ՞ Կապանի։ Հիմնականում այո, մի քիչ մոտ արդեն բուն կենտրոնն է։ Կապան ընդհանրապես էս իր լանջերին կառուցված բազմաբնակարան շենքերի ճարտարապետությունը ու մոտեցումը շենքերի կառուցման միշտ եմ զարմացրել է։ Չսպասենք իջնի, չէ՞։ Հա, սպասենք։ Սպասենք։ Էն երեխան է, վերևից մեզ հետ եկա։ Արի, դե եթե գալիս ես, արի, ինչ ես հեռու քայլում։ Բայց չհոգնեցի։ Դու վերևը տեսանք, չէ՞։ Նկարվեցինք, չէ՞։ Լավ է, չի եղել նկարը։ Արի։ Դե ուշադիր։ Մի րոպե, քեզ սրանից տվի։ Բա իհարկե։ Իրեն լայվ էր անում գալու։ Լայվ էր անում։ Նայ լավ եղավ նկարը։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ինչ լավ շունիկ ունեք։ Ոնց են գործերը։ Աշխատում եք։ Մասնավոր թե պետական հատվածում։ Լավ են գործերը։ Առողջապահություն թե կրթություն։ Ինչ կարծիք եք առողջության ապահովագրության մասին։ Բժիշկ եք, չէ՞։ Բժիշկ եք։ Բուժքույր եք։ Ոչինչ, եղբայր։ Լավ եք։ Ոչինչ, Կիրակի է ինչ։ Պարոն Փաշինյան, ուրեմն ինձ Սյունիքի Յուղշուն մի տարածք ունեմ։ Ես այդ տարածքը լրիվ սեփականացրել եմ ու սպասում եմ բանի ծրագրում էլ 17 միլիոն դեղ ու շինարարություն անել։ Սյունիքում քվոտա կա։ Կա, Սյունիքում քվոտա կա, բայց քանի քվոտա։ Բայց երիտասարդ ընտանիքների բան չկա։ Դե ծրագիրը բացում ենք, բայց հիմա կոնկրետ չենք կարող ասենք։ Դուք պատրաստվեք, ինձ ուզում եմ դոկումենտացիա։ Էսա որոշումը չենք ընդունել, չէ՞ դեռ կառավարության։ Էսա կընդունենք որոշումը, հիմա ասենց չեմ կարող մոտավորապես ասել։ Որ բացելու ենք, բայց հիմա կոնկրետ շահառուների ինչ բան կլինի, չափանիշներ կդնենք, այդ չեմ կարող ասել։ Երեխեք ոնց եք։ Պարոն Թորոսյան, Սյունիք գյուղում բան ունենք, քվոտա ունենք, հա։ Լավ եք երեխեք։ Ու եթերով տեսակ որ ստեղ են։ Հա։ Ինչ եք ուզում նկարվենք։ Հա, մի րոպե ձեզ այդ բան, հա։ 10 նորտում։ Էս քեզ։ Հա։ Էս քեզ կավացել չեն։ Եկեք երեխեք։ Արի Արտյոմ ջան։ Երեխեք լավ եք, դասերը լավ է։ Երեխեք ինչ եք անում, ինչով եք զբաղվում ընդհանրապես։
Ինչ պարապմունքի։ Անգլեր է բար։ Բայց ինչքան եք ժամանակ անցկացնում սոցիալական ցանցերում։ Բարև, լավ ես։ Եղավ։ Գնացինք։ Սենց։ Էս ինչ աստեղ, հա, սենց։ Հիմնականում այս հատվածներում ու նաև հիմնական փողոցներում Շուկայի փողոցը որտեղ է։ ներքև։ Սենց պետք է գնանք, չէ՞։ Այն հիմնական փողոցն է, չէ՞, որ դպրոց էլ կար, մանկապարտ 9-րդ մանկապարտեզներ դրա վրա։ Որտես չեմ կարող հիշել 9-րդ մանկապարտեզն այդ փողոցն է որտեղով, Գնացինք։ բայց այնտեղ մենք ունենք 7-րդ դպրոցն է, Հա, հիշում եմ, որ դպրոց կա։ Շահումյան փողոց։ Ահա։ Այդտեղ եղել եք նաև մանկապարտեզ 96 հայվարել ենք։ Բարի լույս ձեզ։ Ոնց եք։ Տրամադրությունները լավ է։ Շատ կարևոր է։ Այսօր կապանում հագին սենց տրամադրություն տես, այդ լավ է շատ։ Ողջունում ենք։ Աշխատանք ունեք եղբայր։ Որտեղ եք աշխատում։ Լավ է գործերը։ Իսկ դուք առողջության ապահովագրության շահառու եք, գիտեք, չէ՞։ Օգտվել եք, թե դեռ չէ։ Դե Աստված տա առողջություն այնքան լավ լինի, օգտվելու պատճառ չունենա։ Ասում եմ մենք առողջության ապահովագրությունը ոչ միայն եւ ոչ այնքան մեր սիրելի թոշակառուների համար են կարել, ինչքան զավակների, որովհետեւ որ տարիքով ծնող են ունենում, լարված են լինում, ասում են բա առողջության հետ կապված որ խնդիր լինի, ինչ են կանելու, ոնց են կանելու եւ այլն։ Հիմա որ հանգիստ լինեն, մեր հույսն է որ կարիքը չի լինի, բայց եթե հանկարծ կլինի իմանան, որ առնվազն մի որոշակի էական հատվածով պետությունը ապահովում է ամեն ինչ։ Լավ եղեք, լավ օր ձեզ։ Скоро любовь, скоро весна։ Լավ ասված։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Դա ոնց են գործերը։ Ինչով է զբաղվում ընկերությունը։ Այսինքն բացիկներ, ձևավորումներ եւ գինիներ։ Շատ լավ։ Տեսանք որ скоро весна, скоро любовь, ասենք մտնենք։ Լավ եղեք, լավ օր ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց են գործերը, աշխատանք ունեք։ Որ պետական թե մասնավոր հատվածով։ Լավ են գործերը։ Տրամադրությունները լավ է։ Լավ է։ Չէ, նայ միացնելու։ Բարի ծառայից։ Մեր ժողովուրդը շարժվել են, հենա մեր ավտոբուսը։ Այստեղ։ Կարծում եմ այստեղից կարող քայլելով, եթե ժամանակի մեջ տեղավորվում ենք։ Հա, կտեղավորվենք։ Բայց այն ափով քայլենք, թե այս ափով։ Էս։ Էս ափով ավելի լավ։ Այն անցնենք ողջունենք ընդ։ Բարև եմ ձեզ էլ բարև եմ, ոնց եք։ Լավ եք, լավ են գործերը։ Լավ եղեք։ Եղբայր բարև։ Ոնց ես, հələ մատ տվեք։
Էս այստեղից կպցնենք, թե այստեղից գլխարկից։ Գլխարկից ամենահարվա։ ԶՊՄԿ-ի շենքն է հյուրանոց պետք է դա։ Լավ ես, բարի։ Լավ եք։ Լավ է։ Ինչ անունը։ Ապրես Գարիկ։ Բարև ձեզ։ Բարի ծառայից։ Բարև։ Հա։ Լավ, դու ոնց ես։ Հարթած ծոցերը։ Լավ է։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավն է։ Ոնց են գործերը։ Կապանից եք։ Հա։ Քանի տարի է կապանում ապրում եք։ Ինչ ընկալումներ ունեք իրավիճակի մասին։ Հիմա խաղաղություն կա թե չկա, զգում եք։ Կա հաստատ։ Ինչքան որ դու լինես, լավ լինես։ Ինձ եք մտածում։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ խաղաղության հետ կապված ինչ որ նեգատիվ զգացում ունեք որևէ բացառ։ Լավ լինելու։ Ինչքան որ դու լինես, ես դեռ չեմ մտածում։ Այսինքն մեր օգտին քվեարկելու է։ Իրականում 400,000-ի տակ է, չէ՞։ Բայց հետաքրքիր է մենք լիքը մարդիկ որ հնարավոր չի ուտել։ Իրականում շահարկում ուրեմն այսինքն բոլորը չեն որ փոշակացնում։ Հա, այդ նույն բանը երեխայի նպաստն է, ինչով է տարական եւ երրորդը հաջորդի դեպքում են բոլորը կարող են։ Այ ես այդ նյուանսը բացեի։ Այսինքն բոլորը 50,000 իրականում 60 տարեկան։ Ես նյուանսը բացեի թողել, այ։ Զմարային 4 Այսքան խոսում ենք, լիքը բան կա, որ մենք էլ չենք դիտում իրականում։ Իսկ գիտեք, որ առողջության ապահովության շահը Եվ հույս ունենք, որ այնքան առողջ կլինեք օգնելու առիթ չի լինի, բայց մարդը ձգել պետք է լինի։ Լավ է, շնորհակալ։ Համած գուշ։ Եղբայր բարև։ Լավ է, ձեռքդ սրտ։ Մի հատ նվիրեմ քեզ։ Ես մեր սիմվոլի։ Ձեր սիմվոլի է, մեր ընդհանուր սիմվոլ։ Այն ահագին կապանցիներ են։ Բարև եղբայր։ Առողջություն, առողջություն։ Ո՞նց եք լավ եք։ Իվան։ Ինչի՞ն եք Դե դեպի լավը այլով գործ այլի։ Ամ դեպի լավը ներկնում ամեն հարմար է։ Հա ճիշտ է, լավն է, խաղաղությանն էլ է պետք։ Ամեն լավը դա Իսկ խաղաղությունը զգում եք։ ո՞ս զգում եք։ Լարվածություն, հա, պես կապանում կա լարվածություն։ Ես չի ով։ Մենք վստահում են մարդիկ որ խաղաղություն։ Ես նաև ըմբռնում եմ, որ խաղաղությունը խնամքի կարիք ունի, հակառակ հեշտ չի, բայց պետք է լավ եղեք եղբայր։ Ությունը լավ բան։ Շատ ճիշտ է։ Շատ լավ կարգախոս։ Տեսակ շատ լավ բան ասեց։ Քաղաքացին, բարև ձեզ։ Բարև պարոն վարչապետ։ Լավ եք եղբայր։ Ուրախ եմ ձեզ տեսնելու համար, որ սենց գիտակից ձեզ նման համախոհ մարդը ուղարկել մեր մարդը։ Թոշակից Ես ինձ թոշակը չի հետաքրքրում, ինձ խաղաղությունն է հետաքրքրում։ Այս բանի առանձնահատուկ կապանյան հանդիպումներ, երկու խոսակցություն իրար վրա, նախորդ քաղաքացին հրաժեշտ տալուց առաջ ասում է պետությունը լավ բան է, մեր հարգելի քաղաքացիներ ասում է ինձ թոշակը չի հետաքրքրում, ինձ խաղաղությունն է։ Բայարքի 5 տղա թոռ ունեն։ Արդեն մեծը բանակում է, այն 4-ն էլ գնալու են։ Ես կուզեմ, որ պատերազմ լինի նրանց հորիզոնական բերեդին դեմս։ Ամենավատ խաղաղությունը ամենալավ պատերազմից լավ է։ Բայց խաղաղությունը լավ է ուղղակի, խաղաղությունը լավ է, որովհետև տեսեք, այդ վատ խաղաղություն, լավ խաղաղություն,
Այն օրը եվրոպական խորհրդանում ելույթի ժամանակ ասացի, որ ասում են, որ մեր խաղաղությունը անթերի չի։ Իսկ որտե՞ղ է խաղաղությունը անթերի։ Չկա անթերի խաղաղություն։ Կներեք, էլի 45 թվին հայերենական պատերազմը արժանապատիվ խաղաղություն էր, չէ՞։ Բախի չտևեցի։ Խի ոչնչացավ այդ կուսակցությունը, խի ոչնչացավ։ Ուրեմն ինչու են Ստալինին հաստվեցին, ասին, չի ես Բուխարին, ինես ինչ գնդակահարում, ասին, ինչ մեղք ունեն, ասած Քրիստոսն էլ մեղք չուներ, բախի խաչեց։ Բաներ կա, էլի որ պիտի ըմբռնես, ուր ես գնում։ Չէ, ես ձեզ ուրիշ բան ասեմ, տեսեք, այստեղ առանձնահատկությունը հետևյալի մեջ է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ այդ կարգախոսը, որ հայրենիքը պետությունն է։ Այստեղ շատ կարեւոր է թե ելակետը եւ հետման կետը ինչ է։ Եթե մենք մեր ելակետը պետությունն է, այսինքն մեր պետությունը էսա, Հայաստանի Հանրապետությունն է։ Եթե մեր ելակետը էս չի, դա լրիվ ուրիշ պատմություն է։ Ու նաեւ այդ է պատճառը, որ ես ասում եմ, մեր անկախության հռչակագիրը իրականում անկախության հռչակագիր չի։ Ինքը կոնֆլիկտի հռչակագիր է, որովհետեւ եթե դու պետություն ես հռչակում, ասում ես քո հետ ես խնդիր ունեմ, 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 դա անկախություն չի։ Որովհետեւ այդ պայմաններում ինչ ես անում, գտնում ես մի հատ մեծ հովանավոր ու բան, այսօր բան են անում, ասում են խաղաղությունը արժանապատիվ չի։ Իսկ Հայաստանի 30 տարվա վասալային վիճակը արժանապատիվ է, որ Հայաստանի ղեկավար արժանապատիվ է։ Բայց մարդիկ այսօր օտար երկրի իմիսան, այսօր մեր քաղաքական դաշտի, այսօր ձևավորվող, կոնսոլիդացվող ընդդիմությունը, ըստ էության 100%-ով օտար երկրի իմիսարներ են։ Մարդիկ եկել են իրանց հայրենիքում, ներկայանում են որպես բան, օտար շահերի ներկայացուցիչ ու խոսում են արժանապատվությունից։ Այսինքն բան էլի, այդ ինչ արժանապատվության մասին է խոսքը։ Որ 30 տարի մեր պետությունը եղել է վասալի կարգավիճակում, դա արժանապատիվ է։ Մի բան էլի ես ասեմ, էլի։ Իհարկե։ Հիմա ասված խոսքեր է, էլի, տակուց եկած խոսքեր է։ Ասում եմ թշնամուտ հետ բարեկամություն արա, բայց զենքը ձեռիցիդ վայր մի դիր։ Հիմա հասկանալի է, չէ՞։ Նայեք, թող լսեն 1920 թվականին այդ կոմունիստական կուսակցությունը արդեն որ բոլշևիզմը ներ դրում ստեղ մեր Զանգիստունիքում առաջինը այդ կազմակերպությունը ստեղծվեց Շիկագոյում 1920 թվականին։ Հիմա դուղացի մարդիկ էին, էլի։ Ասենք մեկի գաղափարը դեպի դաշնակցություններ, մեկը դեպի սովետական միություններ։ Վերջի մի հոգի ասաց, արա ես ուզում եմ միանալ սովետական միությանը։ Բոլշևիկ հանդիսանալով դրանք գնդակահարեցին։ Ես այդ գիրքը տվել եմ ձեզ, չեմ անում կարդացել եք, չէ՞ կար Շիկագոյի վերաբերյալ դե գրված է, էլի ոնց են այդ մարդուն գնդակա։ Եկել են խուցից հանել, ձերտակալել էին, խուցից հանել է, թե նժդեի հրամանով պիտի քեզ տանենք լապորով։ Դուղից մի կիլոմետր հանում են, ձև է կապած գնդակահարում, սնուտան էր կնոջի գնդակահարում, որ 9 տարի հիմա 105 տարի անցել։ Վիտալի Բալասյանն ասում է պիտի միանակ միութենական պետության։ Դրանը 1920 թվին եմ մարդը միանում է, էլի քիչը համաձայնվեց։ Հիմա դե ինքը ազատ, դե իրեն էլ կնդական է։ Այդ արտահայտության ժամանակը ունի իր արժանապատիվ այն է, որ դու քո խնդրի լուծումը վերցնես քեզ արի, քո խնդրի լուծման պատասխան։ Դե ես իմանայի փաստերով եմ։ Ես խոշակե, ես հա 78 թվին ոչնչության անդամ եմ եղել, հայրս մահացել է, իր անձենքի գնացել է գրանցել է։ 18 թվին հեղաշրջումը որ եղավ, հեղափոխությունը, ես զենքս հանձնեցի փոքր տղայից, պապական զենք, 20 թվին պատերազմը որ սկսեց, ես կողս մորթեցի տրա մի հատ մարտական զենք, գնացել եմ 10 տարի հիմա ես ինձ ապահով չզգամ, եթե արժանապատիվ խաղացուն եք ուղղում,
զենք հրակել են Խրիմյան հայրիկը հայտարարել է, չէ, այս ժողովուրդ մեր շերեփը թղթից է, ով որ գալիս է Հայաստան, հետը թող զենք բերի։ Կներեք, շերեփը գիտեք ինչի արդյունքում։ Որտե զենք չի անում։ Որտե պետություն չկա։ Հատե պատեն Պետություն չկա։ Իմիջիալոց որ Խրիմյան հայրիկի հիշեցի, ես որ այսքան ասում երաշխավոր։ Սա Ստեփանոյի պայմանագրից երաշխավորներ են եղել։ Երաշխավորը գիտեք ինչ է, երաշխավորը այն է, որ եթե այդ հարաբերությունն է, որպես մանրադրամ տարբեր տեղեր տանում վաճառում է։ Իր տարբեր առևտուրների մեջ որպես մանրադրամ օգտագործում է եւ 1850-ական թվականներից ճշգրիտ այն ինչ որ մեզ այդ տեղի է ունենում։ Եվ մենք այսօր մեր որոշումներով այդ ցիկլից դուրս ենք եկել։ Մենք ասում ենք խնդրեմը մերն է։ Ինչի պետք է ուրիշը լուծի մեր խնդրեմ։ Մենք պետք է առերեսվենք մեր խնդրեմին ու լուծենք։ Ու թղթի շերեփը ոչ թղթի շերեփով փոխարինելու տարբերակը պետությունն է։ Մենք պետք է այդ մարդը ասենք պետությունը լավ բան է։ Պետությունը լավ բան է։ Եվ մենք պետք է հասկանանք, որ պետությունը ամենակարևոր բանն է, որը մենք ունենք։ Եվ մենք այսօր կենտրոնացած ենք մեր պետությունը ուժեղացնելու վրա։ Զենքերի մասին շատ է խոսվում, զենքերի հետ կապված։ Մենք էլ ենք ասում, որ այդ պետական պարտքը ինչի ավելացել է, սա արել է, նա արել է, նա երեք գնացինք տեսանք Հյուսիս հարավա կառուցում, որը մեր երկրում այդ մասշտաբի շինարարություն չի եղել։ Բայց զենքերի հետ կապված ես ժամանակին 2-3 ամիս առաջ հայտարարություն արեցի, ասացի, ովքեր ուզում են քաղաքացիները տեսնեն, թե ինչ է տեղի ունեցել, ինչ ենք ձեռք բերել, կտանեմ, ցույց կտամ, արդեն քանի խումբ հրավիրել եմ գնացել ենք, բայց այնքան թիվը մեծ է մարդկանց։ Վերջ եկանք այն եզրակացության, որ պետքա բոլորին ցույց տանք, հրապարակային ցույց տանք, եւ մենք մտածում ենք հիմա, որ առաջիկայում հրապարակային ցույց տանք, որպես մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը։ Բայց մենք դա անում ենք նաեւ խաղաղություն ընդգծելով եւ խաղաղության համատեքստում, քանի որ խաղաղությունն է, մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները հույս ունենք դա չեն ընկալի որպես ագրեսիվության կամ բանի ցուցադրություն, մենք մեր ժողովրդի առաջ հաշվետվություն ենք ներկայացնելու, դա երևի մայիսին տեղի կունենա, որ ցույց տանք, թե ինչ ենք արել, ինչ ենք ձեռք բերել, որովհետև ելի եմ ասում, մենք դրանով ոչ թե պատերազմ ենք պատրաստվել կամ այսինքն եղել է ժամանակ, որ այո, մտածել ենք, որ պատերազմ արնելու պետքա պատրաստվենք, այս էլ է կարևոր։ Ընդ որում մենք ցուցադրելու ենք միայն մեր իշխանության օրոք եւ հիմնականում 22 թվից հետո ձեռք բերված սպառազինությունը։ Բայց հիմա խաղաղություն է, բայց դա չի նշանակում, որ մենք պետքա չունենանք պաշտպանունակ բանակ, որովհետև առանց բանակի երկիրը ինքը գայթակղություն է, կարա գայթակղություն լինի ագրեսիայի համար եւ այլն եւ այլն։ Եվ առաջիկայում համոզված եմ ձեր այդ հարցի պատասխանը նույնպես կստանաք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեզ։ Եվ շարունակենք։ Շնորհակալ։ Նաև մեր էլի եմ ասում, մեր մարզպետարանի աշխատակազմից, երբ համայնքապետարանի, բայց մի հարց ամենակարևոր ես ասել եմ էլի եմ ասում, եթե համայնքները գյուղերի հետ միասին խոշորացրել եք, հողերն էլ խոշորացրել եք։ Դա շատ ճիշտ բան եք ասում։ Շատ ճիշտ բան եք ասում, շատ։ Ես ինչի եմ ասում, ես կոլխոզի դառնությունն էլ եմ տեսել, այն որ ասում է սոքոզի անարդարություններ եմ տեսել։ Դրա համար եմ ես ասում։ Երկու օր առաջ կառավարությունում խորհրդակցություն ա եղել, մի մաս տենց կարճ լուսաբանվել է։ Ինչ ենք ասել։ Ասենք մինչև հողերը չխոշորանան, մեր գյուղատնտեսությունը որակական փոփոխություն չի ապրելու։ Ոչ ջուրն է հերիքելու, ինչքան էլ ջուր տանք, ոչ ջուրն է հերիքելու, ոչ բերքն է նորմալ ընդնելու, ոչ, այսինքն լիարժեք համաձայն եմ։ Ես շատ բան կա խոսելու։ Ժամանակ է խնդիրն է։ Չեմ խլում ձեր ժամանակը գնացեք։ Համեցեք, եղբայր։ Ես Սերյան Մարտոսյան Գախտած Լեռնային Ղարաբաղից։ Հա, եղբայր։ Ձեր պետական վարկոտուն եմ աղը, թոշակավորում պենսիա։ Պետական ծրագրով։ Այո։ Հələ ինչքան եք ստացել հələ։ 10 միլիոն։ Տունը քանի սենյակ է։ 3։ Քանի հոգի եք դուք։ Ես եմ, կինս, աղջիկս, մեկը մի տղաս, հիմա մի տղաս կերևակ կալ, այսը պիտի գայելի։ Հիմա 1000 ներողություն։ 10 միլիոն դրամ ստացել եք, 3 սենյականոց տուն եք, առե 4 հոգով եք, այսինքն տղան առանձին է։ Այսինքն նորմալ լուծում է, կապանում եք առե։ Այո։ Կապանը մեր ամենաքաղաքային
Քաղաքային միջավայրը, էլի մեր քաղաքն է, այսինքն հիմա որ ասում են այդքան բան է խնդրահարույցը, բայց շատ կոնկրետ է, խնդրեմ շարունակեք, ինչ Ուզում լուծում։ ասել ինքնիչս հինա շիֆրային վիճակում է։ Հիմա ուզում եմ փոխեմ, թոշակալում չեմ կարող։ Ինչի։ Գումարը չի եկում, թոշակալում եմ, գումարը փոխել եմ ժեշտ, ապերեք, հեսա, պետք ենա, Դե պետք է։ բան է, առանձնատուն է, թե շենք։ Առանձնատուն է։ Առանձնատուն է։ Գինս դե ավարտին է մասկում։ Երկրորդ Դե հիմա գիտեք ինչ ընտրական շրջանը մենք նյութական թեմաներին չեմ կարող դեն շատ մանրամասն բան անենք անդրադառնանք էլի հիմա դրա համար չեմ կարող ոչ մի բան ասել։ ուզում ասեմ, շալախեն թողել իջնա, ճիշտ նա։ Հարգելիներս մենք Ղարաբաղի մեր ձեր կողքին ենք գտնվում։ Այսինքն հիմա կոնկրետ օրինակա նախ շնորհակալություն որ եկաք, որովհետև կոնկրետ օրինակով ցույց տվեցիք, որ ընտանիքա, որը տուն առել է, շատ լավ տանիքա կնորոգվի, պատա կնորոգվի, բակա կբարեկարգվի, բայց հիմա Բակը բարեկարգա բակը հետ։ Մինեք մի հասել։ Էն էլ կա, Ջուրմուղը եկա ջուրս քաշել, ներքև ջուր մագիստրալ քաշել։ Այս պատպորից տակը բետոն եղա, քանդել է։ Հիմա այդ մասը ես սեքանքան բայց հողը գնում է։ Միջոց էլ աչքեսը մի տարի աղու։ Դե այդ տեսեք այդ դուք այն օրինակն եք ասում, որ ասում են, որ մի հարց լուծում ես, դրանով ոչ թե հարցերը ավարտվում են։ Չէ, ուզում ասել, հիմա մի հարց լուծվել է։ Տուն չունեիք, այդ տուն չունենալու, հիմա տուն ունեք, տանիքի հարցը կա։ Այդ չեմ ասում։ Մի քանի անգամ դիմել եմ ճիշտ ասած։ Եղբայր, հիմա ընտրական շրջանը չեմ կարա նյութական թեմաներով բան խոսեմ։ Եվ Հետո առիթ կլինի համայնքը տարբեր սոցիալական ծրագրերով եւ այլն հույս ունեմ տարբեր ծրագրերը կհասնեն։ Ուրախ եմ կրկին հանդիպում։ Ուրախ։ Ես անցած անգամ հանդիպել եմ քեզ։ Հա։ Գյուղում չփեն ճակատենում գոմը պատրաստել էի նամակը փոխանցեցի երկու անգամ ինձ կանչել են էկոնոմիկայի նախարարություն մայիսի 22-ին, 1 սեպտեմբերի 23 Ես այնտեղ հանդիպել եմ ծրագրի։ Ուրա Նարեկը Գրիգորյան։ Տեսեք կապանում են ասում սեպտեմբեր։ Ես բաց բան չասեցի։ Չէ, եղբայր։ Մեր падգամավորներից մեկը ասում է սեպտեմբեր։ Հայ բանի ընդդիմությունը հետևից հանգե թե բա դու ասում ես սեպտեմբեր, դու ասում ես սեպտեմբեր, ինքն էլ ասում է գավառում ասում են սեպտեմբեր։ Դե ինչ որ ասել։ Չէ, նորմալ է, բարբառա դա, նորմալ մեր լեզուն։ Հա։ Երկու անգամ կանչել են այդ ծրագրի համար էլ որ ես մեծ գոմ եմ սարքել, շատ մեծ, 100 խոշորի համար։ 100 խոշորի համար Ի՞նչն է խնդիրը բա։ բանը առաջան կանչեցին, ասեցին իրանց ներկայացուցիչ ուղարկեցին եկավ գոմը տես։ Հիմա հետ վճար ստանալու հարցն է, հա, Հետ ոչ մի կոպեկ պետական աջակցություն ես չեմ ստացել։ Ես իմ ուժերով կառուցել եմ։ Ի՞նչն է խնդիրը բա։ Հիմա խնդիրը այն է, անցած անգամ եմ ասել, որ հողը вообще վիճակի չսարեմ է, նորից կացարան եմ սարքել, տեղ եմ սարքել, այդ անասուն որպեսզի պահելու համար հողը պետք է մշակվի։ Ես որ իմ հողը մշակեմ, ես շատ լավ։ Ձեր ազգանունը ի՞նչ է։ Իմ ազգանունը Դավթյան Անդրուշ է։ Պարոն Դավթյան, խնդիրը ի՞նչ է, որ ակնկալում եք, որ էկոնոմիկայի նախարարությունը պետք է լուծի։ Մի քիչ ասեց դոնոր կազմակերպություններով մենք ձեզ օգնելու ենք, մի տարի այսօր վաղը Ինչ ծրագիր կա տենց։ Պարոն վարչապետ, հիմա ունենք հետևյալ ծրագրեր, եթե 30-ից 40% հետ վերադարձ ունենք, եթե տոհմային կենդանիներ առնեն, կամ շնորհակալություն, կամ 2%-ով վարկ ենք տրամադրում այդ կենդանիների ձեռքբերման համար, Բայց ուրիշ հարց է բարթամ, հողի հետ կապված։ Ես ուզում եմ Ուզում եք ինչ անեք։ Ես ուզում եմ Հողը ձերն է։ Հողը 6 հեկտար իմ սեփական սա մի 8 հեկտար էլ վարձակալությամբ Ուզում եք որտեղ անասնակ երաճացնեք, որ անասնակ երաճացնեմ հիմա Բա ինչն է կառավարությունից ինչ եք ակնկալում։ Ուզում եմ մի քիչ ֆինանսապես ինձ օգնեն Հիմա մենք ծրագիր ունենք անասնակերի 50%-ը ծախսերի փոխհատուցում ենք։ Պարոն Պապյան, շատ ներողություն որ ընդհատում եմ, շատ ներողություն։ Ես ամբողջ կյանքս գյուղատնտեսության մեջ աշխատած եմ։ Մասնագիտությամբ էլ անասնաբուժ վարձակվին ավարտ։ Մեր մոտ տոհմային անասունները, մեր անասունները նախքին կովկասյան գործը վատը չի։
Եթե ես այդ բանը Եղբայր չենք հասկանում ոնց որ իրար։ Ասում է անասնակերի աջակցության ծրագիր ունի։ ես հասկանում եմ, բայց այս բանը չէ կարա մենք ոչ առույթ անենք, ոչ յոնջ անենք, միջև հողը։ Ինչ եք ուզում, բա, ինչ եք ուզում։ Պետք է հողը մշակվի, որ կակասնեք դրան։ Մշակ, մշակելու համար մենք ընդհանրապես մշակման ծախսերի 50%-ը փոխհատուցում ենք։ Դուք մշակում եք, համայնքը ներկայացնում է մեզ։ Ես այս բանին վիճակի չեմ, ես 32 միլիոն փող եմ ծախսել այդ գոմը կառուցել։ Ես վիճակի չեմ, թեկուզ Եղբայր, դրա տարբերակը այնա, կամ վարկ պետք է վերցնեք, կամ ներդրում, ուրիշ ոնց եք պատկերացնում։ Կամ վարկ պետք է վերցնեք, կամ վարկային աջակցության ծրագիր էլ կա։ Վարկայինը խելացի Այսինքն ուրիշ ոնց եք ես պատկերացնում։ ով խելացի անասնագոմ կառուցել եմ։ Բա ինչի՞ չեք ներկայացրել փողը փոխհատուցում հետ Ես ստացել։ որ եկել եմ Սարգսյան Տաթևիկի մոտ, ասեց բանով քեզ կօգնենք, բայց այդ օգնելը միջև մի տարի է ոչ մի բան չի լինում։ Ասում մենակ ասում են։ Գիտեք խնդրեմն ինչ է։ Ես դրա համար մի խոսույթ ունեմ, ասում եմ լուծվում են ճիշտ ձևակերպված հարցերը։ Ձեր խնդիրը գիտեք որն է այս խոսակցությունից, որ մենք իրար հետ ձեր խնդիրը չենք կարողանում ճիշտ ձևակերպենք, դրա համար լուծում չի ստանում։ Դրա համար մենք տեսեք, եթե հիմա դուք խելացի անասնագոմը կառուցեիք ի սկզբանե ծրագրի շահառու դառնալով, հենց որ ավարտեի կգային կընդունեին ձեր ծախսերի 50%-ը 50%-ը Եթե 100 գլխանի է 57 միլիոն դրամ ձեզ հետ կվերադարձնեի։ Համա ես 57 միլիոն դրամներ չմեզում, ինձ մի 12 միլիոն։ Եղբայր հասկացեք, մենք չենք կարող ասենց գրպանից հանենք 12 միլիոն ես տան։ Կամ պետք է վարկ վերցնեք, կամ պետք է ծրագրի մեջ մտնեք, ծրագրի չենք կարող ուղակի ասենց ուղակի հələ ասեցին քեզ կգցենք ծրագրի մեջ, բայց մի տարի շատ լավ, պան Պապյան, մի հատ ուսումնասիրեք կոնկրետ դեպքը, հասկանանք ինչից։ Դրա բայց եկեք, քանի որ եթերում ենք, ասենք Խելացի անասնագոմերի ծրագիրը աշխատում կամ հետվճարների ծրագիրը աշխատում ասենց ինքը մեկնարկի պահից մեկնարկից առաջ պետք է գրանցվի էկոնոմիկայի նախարարությունում, որ մենք ծրագիրը ուղեկցենք, տեսնենք, որ ինքը չափանիշներին համապատասխանող նորմալ իրականացվում է, որպեսզի արդյունքում այդ փոխհատուցումը որ չէ գնացել։ Դե բա այդ ենք ասում, Բա որ 1000 ներողություն, 1000 անգամ կներեք, տասնյակ հազար անգամ ներողություն եմ խնդրում, որ մենք այդքան շեշտ ենք դնում կրթության վրա, դրա համար ենք շեշտ դնում, որովհետև փող ծախսելը մենակ արդյունքի չի բերում, պետք է փողը ճիշտ խողովակով, ճիշտ ձևով ծախսել։ Հիմա դուք տեսեք, ասում եք ես 57 միլիոնը չեմ ուզում, ինձ 12 միլիոն է պետք։ Այս նախադասության մեջ արդեն բան կա, տրամաբանական խնդրեմ կա, որովհետև եթե ի սկզբանե աշխատանքը ճիշտ պլանավորվեր, 57 միլիոնը հետ կստանայիք, այսօր 12 միլիոնի հարց չեք դնում։ Շատ լավ, քննարկեք, տեսեք, հնարավոր, բայց հասկանում եք, կարա պարզվի, որ ծրագիրը մեր սահմանած չափանիշներից այնքան է շեղված, որ մենք չենք կարող փոխհատուցել։ Ինչու՞։ Որովհետև ոչ թե պաշտոնյան չի ուզում, դրա համար կառավարությունը աշխատում է չափանիշով։ Մտավ ծրագիրը չափանիշի մեջ, ստացվում է։ Չմտավ, չի ստացվում, որովհետև այն պաշտոնյան, որ պետք է ստորագրի, ինքը չի ստորագրի երբեք, որովհետև վաղը մյուս օրը իրավապահ մարմինները կգնան կասեն, «Էս չափանիշը էս է»։ Դու այս չափանիշից դուրս ծրագիր ինչի համար ես ֆինանսավորում։ Ես լրիվ ըմբռնում եմ ինֆորմացիա։ Շատ լավ, բայց պարոն Պապարյանը, ես բան չունեմ ասելու, բայց այդ սահմանամերձ գյուղում այդքան աշխատանք անես, իմել ջուրը տանի, ես չեմ կարող։ հասկանում եմ, էլի, բայց աշխատանքը բովանդակություն է։ Դրա համար ես միշտ 1000 ներողություն մի հատ ուրիշ բան եմ ասում, որ ասում եմ մենք շարժումը գործողությունից պետքա տարբերակենք։ Շարժումը ուրիշ բան է, գործողությունը ուրիշ բան։ Շարժումը էական չի, կարա ոչ պլան ունենա, ոչ բան ունենա, բայց գործողությունը պետքա հստակ պլանավորված է։ Շատ լավ, պարոն Դավթյան, պարոն Պապարյանը, մի հատ նայի տեսնի, կա տարբերակ ձեզ օգնելու, եթե կա տարբերակ, ուրեմն կա տարբերակ, եթե չկա տարբերակ, 10 անգամ է քննարկենք չի լինելու այդ տարբերակ, ուրիշ բան պետք է մտածենք։ Պայմանավորվեցինք։ Պարոն Փաշինյան, կարելի է մի բան էլ ես մի հարց ունեմ։ Հա, եւ կարևոր հարց բարև ձեզ, ինչպես եք։ Մի հատ այդ բանը էս։ Պարոն Փաշինյան, մեր շենքը փլուզվում է մասամբ, գծարային շենք է։ Էս վերցրու։ Ահա։ Փլուզվում է մասամբ, Որտեղ է ձեր շենքը։ շենքի կեսը արդեն Պարոն Մարսպես, շենքի կեսը արդեն չի բնակվում։ Շատ լավ տեղյակ է պարոն Մարսպետը, բայց
7 տարի է պարոն Մարզպետը մեզ այդ գործը գլուխ չի գալիս, բայց շենքը Տեսեք, այդտեղ ինչ խնդիր կա։ Հարգելիներս, այդ շենքը ինչ սեփականություն է, ում սեփականություն։ Ամ յուրաքանչյուրին է, պարոն, Հասկանում եք, բարև եղբայր։ բայց այնտեղ միասնական համաձայնության վերջնական որ կա մեզ համար Տեսեք, այդ հարմար։ վթարային շենքերի հետ կապված կա ինչ խնդիր։ Կա խնդիր հետևյալը, որ այդ շենքի խնդիրը առաջին հերթին շենքի սեփականատիրոջ խնդիրն է, սեփականատերերի խնդիրն է։ Մենք այսօր ծրագիր ենք անում, բայց պատկերացրեք, չի կա մարդը ունի սեփական տուն։ Շատ լավ։ շենքի կեսը համայնքին է, կեսը սեփականատեր ունի։ Հիմնականում որտեղ բնակիչները կան, իրանց սեփականությունն է, բայց մի մասը այստեղ չեն ապրում։ Շատ դժվար է, պետք է բոլորը միասին մեկ Չէ, բայց նկատում եմ, եղբայր, բայց իրավական ուզում եմ քննարկել եք հաթարել։ Դուք եք տեսել միջալը։ Շատ լավ, բայց մենք պետք է հարցի կարգավիճակը հասկանանք։ Մարդը ունի մեքենա։ Այդ մեքենան փչացավ։ Բան եղավ, անիվները թափվեց, մի րոպե կներեք։ Շարժի չխփեց։ Ով պետք է սարքի այդ մեքենան, կառավարությունը։ Սեփականատերը։ Հիմա խնդիրը հետևյալն է, որ կան վթարային շենքեր, որոնք ունեն սեփականատերեր։ Կառավարությունը չի հրաժարվում այդ խնդրից, բայց այն ակնկալիքը, որ կառավարությունը պետք է ամբողջը բերի բանանի սարքի Պարոն Փաշինյան։ Դե լուծում մենք խնդրում ենք հետևյալը։ Մենք նախկինում լուծումներ եղել է, ինչ լուծումներ ա եղել։ Կներեք, դեպքեր ունենք, որ բնակարանի գնման վկայագրեր են տրվել մարդկանց։ Մարդիկ գնացել են այդ բնակարանները առել են, իրանց վթարային շենքից դուրս չեն եկել, ասել են, որ մենք շարունակում ենք մնանք ստեղ ապրել եւ պետության համար դառել է կրկնակի խնդրեմ։ Հիմա որ հանկարծ մի բան է, կարծում Սիսիանում տենց դեպք կա, Սիսիանում էլ ունենք։ Մեկը լուծել ենք, մյուսը դեռ մնում է։ Հասկանում եք, այդ ինքը պարզ հարց չի։ Մեր այս ընկալումը, որովհետեւ եթե մարդը առանձնատուն է, ուրեմն շենքի պատասխանատուն սեփականատերը անհատնա, այդ կա, բայց որ բազմաբնակարանում է, չկա իրաց թվում է թե այդ շենքի առաջին պատասխանատուն շենքի սեփականատերերն են։ Բաժնային սեփականությունը։ Չնայած հիմա քաղաքաշինության կոմիտեն երկար մենք աշխատում ենք, շատ բարդ է դրա համար առաջ չենք գնում, վթարային շենքերի համար ծրագիր ենք անում մենք, բայց այդտեղ մենք պատկերացնում ենք նույն Երևանում պատկերացնում ենք կոմերցիոն հիմքի վրա, որ վթարային է շենքը, օրինակ Աջափնյակում տեն շատ շենքեր կան։ Մենք ներդրողին քաջալեր ենք, մի քիչ խրախուսենք, մի քիչ ներդրումային բան է արտոնություններ տանք, գա պայմանավորվի, շենքը փառքացու կապանում օրինակը ցույց է տվել, գա ձեր շենքի տեղը կառուցի նոր շենք, ձեզ էլ տեղից բնակարաններ տա, ավել բնակարաններն է վաճառի, իր շահույթը տեղից հարցի լուծում, իրականում փլուզվում է, ամեն օր վտանգ կա։ Դե աշխատում ենք։ Հանրապետությունում բավականին մեծ թվով, տեսեք, եթե այդ վթարային շենքերի թիվը 1, 2, 3, 4, 10 լուծենք, կասենք լավ, բայց եթե չեմ սխալվում, առնվազն 100-ավոր այդպիսի շենքեր կա, քաղաքաշինության կոմիտեում հիմա բանա քննարկվում է հարցը ոնց լուծել։ Մասամբ փլուզված շենքին գոնե առաջնահարկ։ Եղբայր, մենակ ձերը Գյումրիում կա տենց շենք, Կապանում կա տենց շենք, Երևանում կան տենց շենք, բազմաթիվ տեղերում կան տենց։ Չէ, բայց եմ ասում, ծրագիր ենք անում, որ ներդրողը գա, ձեզ հետ պայմանավորվի, վերցնի, կառուցի, կամ էլ ուրիշ տարբերակ կա, պետք է պայմանավորվենք, այդ շենքերը քանդենք, BGV-ներ տանք, մարդիկ գնան ուրիշ տեղ։ Ինչ որ մի բան։ Կարևորը որ դա բոլորը միասին որոշում։ Խնդրում եմ ականջետը չգցեք։ Չէ, ականջետը գցելու հարց չի, իրականում, բայց երկար զբաղվում ենք այդ հարցով։ Երկար զբաղվում ենք այդ, բայց լուծումը հիմա չկա, ոչ թե պատճառով որ մոռանում ենք, ինքը բարդ խնդիր է, բարդ։ Ամեն վարքյան վտանգ կա։ Շատ լավ։ Շատ լավ։ Պարոն Փաշինյան։ Հա, Հաջան։ Պարոն վարչապետ, դալի մի հարց բարձրացնել։ Իհարկե։ Ոչ հատկականինակի էլի։ Համեցի։ Նկարվեն։ Երեխեք ուզում են նկարվեն, մի րոպե։ Բարևեցի, չպատասխանատու նկարվեն հետո, հա։
Չի ուզում ինքը նկարվի, իրան պետք չի ստիպել որ նկարվի։ Չես ուզում, չէ՞։ Ուզում ես նկարվել։ Ահա, դե չի։ Բանում, Ծաղկաձորում, ապրես։ Ահա, տեսեք, հələ բազմակողմանի զարգացած տղա, լողի մրցանակակիր, գիտարա, գիտար նվագում է։ Ինչ ես նվագում, ինչ ոճի մեջ։ Համ բաս եմ կամ նվագեմ, համ կլասիկ։ Շատ լավ։ Ով է ուզում նկարվի, ով չի ուզում նկարվի, չենք ստիպում։ Ով ուզում է նկարվել չեմ ուզում, բայց մի հատ նորից կեցնեմ։ քույրիկի համար, ահա, քույրիկի համար, էս է քույրիկի համար։ Եղբայր։ Համեցեք։ Արի գարկանին, այվենք հաշ Բայց կապանցիներ 19 րոպեից մեկ արդեն պետք է։ Նա նկարվի։ Ես ով նկարվի։ Համ նկարվի, համ Տենց մի արտահայտություն կազմած ծիշերը եդես դաշի Ինչքան դանդաղ գնանք, ենքան ավելի լավ Անորոշությունն է հիմա այս բանը։ Չգիտեք ինչ ա դա։ Մտածելու լավ ժամանակ է, պետք է մտածել։ Առաջվա Ուսեք եք եթե Հա, բա թոշակի տարիքա թոշակի են ուղարկել։ Դու էլ նեղացել կուսակցությունից դուրս ես եկել, ճիշտ էլ արել ես։ Բարև ձեզ։ Այո։ Ես դիպրոցի հոգեբան եմ, պարոն։ Ուրախ եմ շատ։ Սրտիկ, այ մռուտ, այ սրտիկ։ Հələ ցույց տուր, հələ արա սրտիկ, արա։ Շատ ապրես, շատ։ Կգաս քեզ գրկեմ մի հատ, հա մի հատ նկարվենք նոր։ Կգաս գրկեմ։ Ա գալիս, արի դե, արի։ Այ հիմա կարանք նկարվենք։ Դե մի հատ է սրտիկ անենք, մի հատ է, այ, շատ ապրես։ Նկարվեցի։ Ահա։ Ինչպես անեք, ուզում աշխատեմ։ Դե եղբայր, հիմա մենակ բոլորն էլ ուզում են աշխատեն, բայց մի քիչ էլ պետք է երիտասարդները արդեն ընդունում են։ Դուք հիմա թոշակ եք ստանում, քանի տարեկան եք։ Ես մեծ եմ։ Քանի տարեկան եք։ 80 Թոշակ, առողջության ապահովագրություն, աշխատանքն է թող ուրիշը աշխատի։ Ուղարկել եմ, մի անգամ չեմ բողոքել։ Պարոն Փաշինյան, ես դպրոցի համար գրել եմ նորից։ Ինչ թեմա է, դպրոց հետ կապված, ինչ։ Եղբորս դպրոցի անունը Քաջարանել եմ ձեզ դիմել, հիշում եք եթե։ Ճիշտն ասած չեմ հիշում։ Չեք հիշի, որովհետև հազարավոր մարդկանց հետ բնականներ չեմ կարող որևէ մեկին։ Դե պարոն մարզպետը այդ թեման զբաղվի։ Ուղարկելու է Քաջարան, որ դպրոցի մնդացումը ուժ չեմ ուզում, եղել է 94 թվականին։ Հա լավ հիշեցի, ձեր նամակը կարդացել եմ։ Դե լավ չեմ գրել գուցե ես։ Չէ, լավ է գրել, բայց դե բարդ թեմա է այդ։ Բարդ թեմա չէ, այնտեղ նստած են այդ կոլեկտիվի բանցնողական կորինիտերուսչական նրանց, որոնց ամուսիններին կոմբինատից անել են, կարծես ես մեղավոր եմ, կամ էլ իրանք ձեր ճանապարհ փակողները իմ դեմն են հիմա։ Ես ոչինչ չեմ ուզում, դրանից ոչ շահ ունեմ, ոչ էլ եմ, բայց պատմությունը պետք է իրական լինի։ Ոչ թե կեղծվի։ Խորհրդային ժամանակներում անվանակոչված է, թե Հայաստան 94 թվականի օգոստոսի հետո չեղարկել են, բայց չեն չեղարկել։ Բա Ոչ մի օրենք չկա։ Ուղղակի մեկը գնացել է։ Ուղղակի մոռացության է տա։ Չէ, ես ասեցի Լևոն Տեր-Պետրոսյանի կինը եկել է Քաջարան, ասել են բա ոնց է որ Արթուր Մարգարյանի անունով է մնացածին է, չի, իսկ այդ դպրոցը ավարտել է միայն Արթուր Մարգարյանը։ Իր կոլեկտիվն է դիմել, իր քաղաքապետարանը նկարվեցինք մենք։ Մեզ պետք չէ դպրոցը։ Քեզ տվի սրանից։ Ճիշտ է։ Ճիշտ է։
մեզ դպրոց չէ պետք է արկուրը լիներ, ուղղեղիա լիներ, այս ազգի համար ինչքան բաներ արած կլիներ։ Ուղղակում են այնտեղ Լիլիթ Գաբրիելյանը, Անահիտ Արտոնյանը։ Եղավ, բայց նկարվեց։ Եկեք։ Չէ, ձեր հարցն է, բայց որոշում են այդ մարդ։ Ես կարծեմ ձեր նամակը ուղարկել եմ բան ԿԳՄՍ-ը, իրանք կնային։ Կնային։ Որովհետև Եթե չեմ սխալվում, էլի։ ինֆարկտ եմ ստանալ։ Պետք չի, քեզ տվել եմ սրանից։ Ոս։ Մի հատ քեզ էլ մռութիկ ջան։ Ահա։ Մի րոպե։ Մի հատ դեզե։ Իհարկե։ Շնորհակալություն։ Այ կարանք նկարվենք։ Դե պտտվի։ Արի։ Դու ծնող կոմիտին նրանք այն ընդդիմադիր Շնորհակալություն, պարոն Փաշինյան, ամեն ինչի համար։ Ստացա մեր քարտեզը բարացել։ Հաճույքով իմ ձեռով փակցնեմ, ասենց։ Ահա։ Շատ էլ սիրուն զարդ է։ Ես եմ շնորհակալ։ վերականգնում եք դպրոցի օրագրերը։ Տեսնենք ում նեղուց։ Բայց հանձնարել եմ նայել, չեմ հանձնարել, չգիտեմ, էլի, այսինքն կնային։ Հարցություն եմ տալու։ Բարև եղբայր։ Մի վարքյան։ Շնորհակալություն։ Պարոն Վարդան։ Հաջող։ Բարով եք եկել։ Շնորհակալ եմ։ Երբեք Սյունիքի մարզում տեխնիկային թատրոն չի եղել։ Ահա։ Իսկ ես 18 տարի է։ Իմ ասում գլուխս պատին եմ տալիս։ Չեմ կարողանում ես տեխնիկային թատրոնի հարցը։ Ինչ հարցա, որ ուզում եք ստեղծվի։ Տեխնիկային թատրոն ունեմ ես։ Ունեք։ Հասարակական կազմակերպությունով 5 տարի սպասարկել եմ։ Այդ պարոն մարզուկը լավ գիտի։ Գիտեք ինչ, մենք մի հատ ցենց ծրագիր ենք մտածում անենք, որը վերաբերվի եւ մասնավոր եւ պետական հատվածներին, որ մշակութային հաստատությունները, այսինքն հիմա պետականների համար անում ենք, ինչքան իրանք սեփական եկամուտներ են ունենում, ինչքան տոմս են վաճառում, այդքան մենք լրացուցիչ ֆինանսավորում ենք տալիս։ Կմտածենք մասնավոր հատվածին էլ առնվազն մարզայիններով այդպիսի մի լուծում Ուղղակի կգտնենք։ ափսոս այդքան տեխնիկները փծում է։ Կգտնենք։ Հաջա։ Պանթեոնը եւ Բայրական այդ ճանապարհը չեն սարքում եւ կսարքեն ճանապարհը Պանթեոնը եղբայրական գերեզման։ Ավականին քաղաքացիական պայմանագրի շրջան դիմել է համայնքի ղեկավարին, որից որպես հրատապ ներառվի, ներառել են Սուբվենցիայով։ Այո, բայց չգիտեք երբ կառուցվի, Կհաստատենք արագ մեր կանենք։ կողմից, որ պահին որողարկեն, տեղում կհաստատենք։ Բարև եղբայր։ Բայց Համեցեք։ իրականացնողը կառավարությունը չի ստանում համայնք տալի, կդժվարանա իրենց փոխարեն տալ։ Բայց ցանկացած շիշկեր պատրաստենք Ափանի շրջանի 5 ուղերից այ մի քանդված է։ Ահա։ Ափանի կարելի ասել Հայաստանի ամենայն պատերազմական տարիների հարուստ գյուղն է։ Շիշկերտում ինչ խնդիր է։ Շիշկերտի, վերի Շիշկերտի մասին է խոսքը։ Պատկերացրեք այսպես, որ Ինչա պետք անել։ Տեղափոխել են ծավ դոմիկների մեջ է, հեսա 55 Հա, տարի։ գիտեմ։ Ընթացք չի տրվում։ Խնդրում եմ, եթե չի է կառուցվելու, այսպես 10 միլիոնով դրել է։ 10, չէ, բայց 10 հոգի այս պահին որ կարող Չի ստա, դա չի լինելու, պարոն Վարդապետ, ինչու։ Որովհետև այդ պայմանները կա փոքր երեխա բան ունի։ Մարդկա ծերացել է երեխա չի ծնվել նրանից, նա տունը ինչ անի, ոնց որտեղ ապրի։ Բայց կա մի վարիանտ։ Պարոն Թորոսյան, մի հատ այս թեման տեսեք։ Մի խնդրում եմ, մի հատ եթե գումարով օգնեք վերակառուցել։ Գումարով։ Միայն այդքանը։ Ուրիշ ճանապարհ չկա։ Թորոսյանի հետ խոսեք։ Պարոն Վարդապետ, թույլ կտակ։ Իհարկե։ Խարարի հետ հիմնավորվեց պարոն Թորոսյան։ Աշխատանքի եւ սոցիալական։ Հա, չտվի քեզ եղբայր։ Կներես։ Ինչ անունդ մռութ։ Լեա։ Ոայ շատ ապրես, շատ ապրես։ Ինչ ում չբարևեցինք, արդեն պետք է գնանք ժողովուրդ, մի հատ ում չբարևենք, բարևեցինք։ Անչափ ուրախ եմ ձեզ այստեղ տեսնել։ Ես էլ Գյումրիից եմ, բայց Գյումրիից։ ստացվեց որ կատանում։ Գյումրիից, բա ինչ եք անում ստե։ Ես Թումոյի աշխատակից եմ, եկել եմ։ Ուրախ եմ եղբայր։ Կարելի է ասել։ Իհարկե կարելի է։ Մի հատ իր հետ նկարվեմ, հետո։ Մի րոպե սրանից մի հատ նվիրեմ, եղբայր։ Լավ է։ Մի հատ նկարեք։
Բարավարշապետ ցույցը տակի։ Ժորժան, արդեն պետք է գնանք, արդեն պետք։ Ինչ։ Չտվի ձեզ կներեք, էսա կտամ։ Եղավ։ Էսա։ Էս վատյանից։ Դավիթ մատոքն էլի։ Շնորհակալություն։ Արի։ Լավ եղեք, ես եմ շնորհակալ։ Ժորժան, գնում ենք արդեն լավ եղեք, շնորհակալություն։ Ստեսություն։ Գնացինք։ Ավտոբուսի ուղևորներ։ Գնացինք, այս եթերը կընդհատենք եւ հաջորդ եթերը կսկսենք արդեն ներ ավտոբուսային հարցեր քննարկելու։ Ահա, մոտենում ենք ուրախ ավտոբուսին։ Բարլուս եղբայր։ Այսքանը